Տերը օրհնի ձեզ։ Պիտի ձեզ առաջարկեմ բացել Տիմոթեոսի առաջին թուղթը։ Պողոս առաքյալի նամակը ուղղված իր աշակերտին Տիմոթեոսին։ Կարծում եմ առաջին հերթին կարևոր պիտի լինեն մեզ համար ուսումնասիրելու այն նյութերը, որոնք մեր կյանքը պիտի փոխեն ու մեզ համար օգտակար լինեն։ Այո, ոչ մի նշանակություն չունի Աստվածաշունչ կարդալը, եթե դրանք չեն ազդելու քո կյանքի վրա ու փոփոխություն չեն բերելու կյանքում։ Դրանք ընդհանրապես կդառնան դատապարտություն, որովհետև Հիսուսը ասաց, որ իր խոսքերով մեզ պիտի դատի, իր խոսացած խոսքերով մեզ պիտի դատի։ Ինչքան լավ չէ, որ մենք նախորոք ունենք այդ խոսքը ու գիտենք, թե ինչպիսի չափանիշներով պիտի դատվենք։ Դա պիտի զգաստություն առաջացնի միտքը, սթափությունը, որ մենք կարող լինենք ամբողջ ջանքը դնել Աստվածաշնչյան բոլոր խոսքերը ճշգրտությամբ կատարելու համար, վախով, զգուշությունով կատարելու համար։ Կարդում ենք իրար հետ առաջին գլխի 18 եւ 19 խոսքերը իրար հետ։ Այս պատվերը ավանդում եմ քեզ, որդեակս Տիմոթեոս, քո վրայոտ առաջվանից եղած մարգարեությունների համեմատ, որ նրանցով պատերազմես այն բարի պատերազմը, եւ ունենաս հավատք ու մաքուր խղճմտանք, որ մի քանիսը իրենցից մի կողմ գցելով նավակոծություն կրեցին հավատքի կողմից։ Կարծես թե Պողոս առաքյալը այս հատվածում ցույց է տալիս, որ մեր հավատքը մի նավակ է, որի մեջ մենք ապրում ենք։ Այս աշխարհը իրենից ներկայացնում է մի մեղքի կամ սատանայական ինչ-որ բաների օվկիանոս, որի վրա մի փոքրիկ նավակ կա, որի մեջ մտնում ենք մենք, դնում ենք մեր կյանքը, դնում ենք մեր սիրտը ու ապրում ենք այս աշխարհի մեջ անջատված, կտրված, կարծես թե այս աշխարհի խնդիրներից, խնդրեմ ասելը երևի սխալ կլինի, ավելի շատ մեղքերից, պղծություններից այս աշխարհի։ Այս աշխարհի մեղքի այդ ալիքները փորձում ենք ուլ տալ մեր նավակը, բայց Պողոս առաքյալը ասում է պատերազմի, բարի պատերազմը, մենք սրա մասին արդեն խոսել ենք, ունեցիր հավատք եւ երրորդը վերջապես ունեցիր մաքուր խղճմտանք։ Ասում է, որ սրանք մի քանիսը մի կողմ գցելով նավակոծություն կրեցին հավատքի կողմից։ Իսկն իրենց նավը խորտակվեց։ Եվ շարունակության մեջ գրված է երկու հոգու անուններ, որոնց նավը իսկապես խորտակվել էր։ Եվ Պողոս առաքյալը ասում է, որ այդ մարդկանց, այդ երկու հոգուն ինքը մատնել էր սատանային նրա համար, որ սովորեն հայհոյություն չանել։ Հետաքրքիր է, չէ՞, որ կարելի է մարդուն մատնել սատանային նրա համար, որ ինքը հայհոյություն է անում։ Ու հայհոյություն չանեն, այսինքն այդ հայհոյությունն էր եղել հետևանքը իրենց նավակոծություն կրելու, իրենց հավատքի կորուստի կամ հավատքից ընկնելու հետևանքը եղել էր հայհոյությունը։ Գիտնականների կարծիքով, որոնք ուսումնասիրել են այս թուղթը, կարծում են, որ այդ հայհոյանքը ուղղված է եղել Աստծուն, ուղղված է եղել հավատքի սկզբունքներին, չափանիշներին, այսինքն ընդհանուր ինչը վերաբերվում է Աստծուն է դրան է ուղղված եղել։ Դա նշանակում է, որ մարդը, որ մի ժամանակ եղել է հավատքի մեջ, հանկարծ նավակոծություն է կրում ու հակառակ է խոսում այն բանին, ինչի մեջ ինքը ապրել է։ Այսպիսի մարդիկ կյանքում կհանդիպեն։ Բայց եթե ինչ-որ մեկը չի ուզում, որ այս նավակոծությունը իր կյանքում էլ տեղի ունենա, ինքը պիտի պահի այս երեք բաները՝ պատերազմի, բարի պատերազմը, ունենա հավատք եւ ունենա մաքուր խղճմտանք։ Այսօր պիտի խոսենք երրորդի մասին։ Պիտի խոսենք խղճմտանքի մասին։ Խիղճը մի բան է, որի մասին մենք շատ քիչ ենք խոսում։ Ավելի շուտ մենք հակված ենք խոսելու Աստծո, նրա հանդիմանության, նրա առաջնորդության մասին, քան թե խղճի մասին։ Ու քանի որ շատ քիչ ենք խոսում, այսօր միտք ունեմ ավելի շատ բացել խիղճը ըստ Աստվածաշնչի ինչ է խոսում։ Խիղճը իսկապես այն ինչ որ դրված է մեր սրտում, դա կարծես թե եթե պարզ բառերով ասեմ, մեր ներքին դատավորն է դրված մեր սրտում։ Խիղճը այն է, որ մեր ներսում դատում է մեր գործողությունները, մեր արտաքին վարմունքը, գործողությունները, խոսքերը, արդյոք համապատասխանում էին ինչ որ չափանիշների, թե ոչ։ Ես դիտմամբ եմ ասում ինչ որ չափանիշների։ Հիմա կբացեմ ու կտեսնեք, որ խիղճը միշտ չի ճիշտ ձևով գործում։ Առաջինը ինչ որ պիտի խոսեմ, սա խղճի էությունն է, որ ուզում եմ իսկապես բացահայտել, թե ինչպիսի բան է խիղճը մարդու մեջ դրված։ Խիղճը դրված է Աստծո կողմից մարդու մեջ։ Ի ծնե մարդը բերում է իր հետ խիղճը։ Այնպիսի մի բան չի, որ խիղճը կյանքի ընթացքում պիտի ձեռք բերի։ Ձեռքբերովի բաները արտաքին են, մենք դա սովորում ենք մարդկանցից, օրինակ գիտելիքները, կարող ենք սովորել մարդկանցից, Աստծոց, տարբեր գրքերից։ Այս աշխարհում տեսնելուց ու շոշափելուց սեփական փորձառություններից կարող ենք սովորել։ Խիղճը այդպիսի բան չի։ Խիղճը մենք բերում ենք մեր հետ։ Բոլոր ծնված երեխաները արդեն խիղճ ունեն իրենց մեջ։ Այդ խիղճը գործում է ինչ որ ձև, դրական ձևով, ինչ որ բաժնում էլ բացասական, այսինքն աղավաղված ձևով։ Բայց մեկը բոլորի մեջ կա այդ խիղճը։ Աստվածաշունչը խոսում է խղճի տարբեր տեսակների մասին։ Օրինակ գրված է, որ անհավատների մոտ խիղճն էլ միտքն էլ պղծված են։ Խոսում է նրա մասին, որ կարող լինի խիղճը պղծված վիճակում։ Գիտեք ինչու, որովհետև շատ սխալ է գործում հաճախ անհավատների մոտ խիղճը։ Այն բանը, որ իրենք պիտի ընդունեն որպես մեղք, չեն ընդունում։ Այն բանը, որ պիտի չընդունեն որպես մեղք, հաճախ ընդունում են որպես մեղք։ Օրինակ խղճի հետ կապված են սնոտիությունները, գիտեք։ Այն մարդը վախենում է, որ հանկարծ ինտան դրան վրա նալ չեղավ, ինքը ինչ որ դժբախտություն կարող ունենա կյանքում։ Ու հանկարծ փորձեք այդ մարդու դրան վրայից պոկել այդ առարկան։
Մարդու ներսում մի հատ վախի զգացում առաջանում, սա խիղճն է խոսում։ Գիտեք, այդ խիղճը ստացել է ինչ-որ մի ինֆորմացիա կյանքի ընթացքում։ Այդ ինֆորմացիան ընդունել է որպես ճշմարիտ ու դրա համար պահել ու գործում է դրան համապատասխան։ Խիղճը առաջին անգամ աղավաղվեց Ադամի մոտ այն ժամանակ, երբ որ Ադամը մեղք գործեց։ Մարդկության մեջ դրանից հետո գնաց աղավաղված, պղծված խիղճ։ Ուշադրություն դարձրեք, Ադամն ու իր կինը Եվան մերկ էին ու չէին ամաչում գրված է։ Ծննդոց 3-րդ գլուխը կարդացել եք, գրված է մերկ էին ու չէին ամաչում։ Բայց այն պահին, երբ որ իրենք մեղք գործեցին, արգելված պտուղը կերան, անմիջապես իրենց խիղճը հանդիմանեց իրենց։ Գրված է, երբ որ լսեցին Աստծո ձայնը, փախան ու թաքնվեցին։ Երբ որ Աստված հարցրեց, ասեց, արդյոք կերաք այն ծառից, որ ձեզ արգելել էի ուտել։ Ադամն ու Եվան ինչ պատասխանեցին, հիշում եք։ Դրանից առաջ մի ուրիշ հարց տվեց, ասեց, ուր ես Ադամ։ Ու Ադամի պատասխանը ինչպիսին էր, ասեց, լսեցի քո ձայնը ու վախեցա, թաքնվեցի, որովհետև մերկ եմ։ Արդյոք խիղճը ճիշտ էր գործում։ Իրականում ինքը պիտի ասեր, որովհետև քեզ աննազանդ եղա, որովհետև մեղք գործեցի, դրա համար փախա ու թաքնվեցի։ Իսկ ասում եմ, որովհետև մերկ եմ։ Ու իրենք փորձեցին իրենց մերկությունը ծածկել ինչ-որ տերևներով։ Ուշադրություն դարձրեք, այդ խղճի հանդիմանության պահը կա բոլորիս մեջ։ Ու հենց որ առաջանում է խղճի հանդիմանության պահ, մենք փախուստի զգացում ենք ունենում մեր սրտում։ Կարծում եք, այդ Ադամը վերջացավ, գնաց, ինքը շարունակում է մեր մեջ մեր սրտում գործել։ Դուք չեք ունեցել այդպիսի պահ, որ երբ որ խիղճն է հանդիմանում, ուզում եք փախնել։ Մեկի նկատմամբ սխալ եք գործել, ու հիմա մեկ էլ վատ եք զգում նրանից, որ այդ սխալը գործել եք։ Ուզում եք փախնեք այդ մարդուց, չեք ուզում այդ մարդու կողքին լինել։ Չեք ուզում նրա դեմքը տեսնել։ Այսպիսի բաներ չի պատահել։ Նույն բանը պատահում է Աստծո հետ։ Դու հավատքի մարդ ես, գիտես, որ սխալ ես գործել Աստծո նկատմամբ, սկսում ես փախնել Աստծոց, բայց Աստծոց չեմ փախնում։ Իրականում պիտի կանգնել ու անել այն, ինչը որ Ադամը չարեց։ Ներողություն խնդրել, խոստովանվել մեղքը եւ այլն, մաքրել այդ մեղքը կյանքից։ Դուք էլի որ կարդաք կհանդիպեք օրինակ չաղ խիղճ արտահայտությանը, ուրիշ տեսակելի խղճերի, բայց դրանցից մեկի վրա ուզում եմ կանգ առնել։ Բացեք նույն Տիմոթեոսի թուղթը 4-րդ գլխի առաջի 2-ը պիտի կարդամ։ Գրված է Սուրբ Հոգու մասին, ասում է, Հոգին հայտնի է ասում, թե վերջին ժամանակներում մի քանիսը հավատքից պիտի ապստամբեն, ու մոլորեցուցիչ ոգիների ու դևերի ուսմունքների ուշադրություն պիտի տան, ստախոսների կեղծավորությունով, որոնց խղճմտանքը խանձված է։ Հետաքրքիր խոսք է շատ, որոնք ամուսնանալուց պիտի արգելեն ու ետ պիտի պահեն կերակուրներից, որոնք Աստված ստեղծել է, որպեսզի հավատացյալները ու ճշմարտությունը ճանաչողները գոհությամբ վայելեն։ Երկրորդ խոսքում գրված է, որ այդ դիվական ուսմունքը, որ պիտի լինի, իրենց ստախոսների կեղծավորությունը, որոնց խղճմտանքը խանձված է։ Երկու կարևոր չափանիշ է խոսվում սրա մեջ։ Ստախոսների կեղծավորություն ու խանձված խղճմտանք։ Խանձվածը կարծում եմ հասկանալի է, ինչը խանձում եք, չէ՞, հաճախ ինչ-որ բաներ, օրինակ թելը, չգիտեմ, այսպիսի բաներ կան, որոնք խանձման ենթակա են։ Հաճախ խղճմտանքը մարդու սկսում է խանձվել, ինքը գործել բոլորովին սխալ ձևով։ Մեկ-մեկ գիտեք, տեսել եմ մարդիկ, որ այնքան ձգտում սեր ունեն իրենց կենդանիների նկատմամբ, օրինակ կաղաշ ունեն պահում տանը, որ պատրաստ են այդ շան պատճառով մարդուն սպանելու։ Հանկարծ մեկը այդ շանը կպնի, իրենք պատրաստ են մարդուն սպանելու։ Արդյոք սա ճիշտ խիղճ է գործում։ Ուշադրություն դարձրեք շարունակությունը ինչ ասում, որոնք ամուսնանալուց պիտի արգելեն, ետ պիտի պահեն կերակուրներից, որոնք Աստված ստեղծել է, որպեսզի հավատացյալները վայելեն, գոհությունով վայելեն։ Ուշադրություն դարձրեք, որ հիմա կան այսպիսի ուսմունքներ, որոնք արգելում են հատկապես որոշ կերակուրներ ուտելը, օրինակ կենդանական կերակուրներ, արևելյան ուսմունքներին ծանոթ եք։ Օրինակ Կրիշնայիդները բուդդիզմի մեջ եւ այլն այսպիսի հինդուիզմի ճյուղերի մեջ, բոլոր տեսակների մեջ կենդանական կերակուրներ ուտելը համարվում է մեղք։ Ինչու՞։ Որովհետև իրենք հավատում են, իրենց մեջ առաջացել է այս դիվական ուսմունքը, ու այդ դիվական ուսմունքը խանձել է իրենց խիղճը, ու իրենք սխալ ձևով են հավատում։ Այսօր հինդուիստներն ու բուդդիստները պատրաստ են մարդկանց սպանելու, Կրիշնայիդները պատրաստ են մարդ սպանելու, բայց կենդանի հանկարծ չեն ուտում։ Գիտեք, մեկ-մեկ այնպեսի չարություն է բարձրանում, պատրաստ են մարդուն ամեն ինչ ասելու, բայց կենդանիներին մատով չկպնելու։ Ես ինքս ուսումնասիրել եմ Կրիշնան ու ինչ որ չափով հավատացել եմ բուդդիզմի ուսմունքին ու ապրել եմ դրա մեջ։ Դրա համար շատ համարձակությունով ասում եմ, որ իսկապես խանձում է մարդու խղճմտանքը։ Եթե մի մրջյուն էլ տեսնեի, չէի կարողանում սպանել, մտածում էի, որ դրա մեջ մարդկային հոգի կա, բայց իրականում այդպես չի։ Ու եթե հանկարծ ինչ-որ մեկը գլուխ է գովում նրանով, որ ինքը ոչ մի հավել կյանքում ճանճել չի սպանել, ինքը շատ սխալ խղճմտանք ունի։ Աստվածաշունչը ասում է, որ կենդանիները տրված են ուտելու համար։ Իրական ճիշտ խղճմտանքը պիտի ունենալ մարդու նկատմամբ։ Պատկերացնում եք, Աստվածաշնչի ամենասկզբից մարդիկ կենդանիներ էին պահում, աճացնում էին ուտելու համար եւ այդպես էլ անում էին, ու Աստված էր տվել այդ պատվերը։ Դեռևս Նոյին ասեց. «Բոլոր շարժվող կենդանիները քեզ տալիս են բանջարի պես ուտելու»։ Մենք Աստծուց ավելի խղճով չլինենք։ Այո, ու եթե հանկարծ կտեսնեք ձեր խիղճը ինչ որ կողմի վրա սխալվում է ու ծուռ է աշխատում, պետք է լինի ուղղել այդ խիղճը։ Նկատում եք ինչպիսի խղճերի մասին է գրված այստեղ։ Մի կարևոր բան էլ ուշադրություն դարձրեք,
գրված է երկրորդ խոսքում սատանայի կեղծավորությունով, որոնց խրճմտանքը խանձված է, այս կեղծավորության բառը ուշադրություն դարձրեք, որովհետև միշտ սխալ խիղճը գործում է կեղծավորության մեջ, ծածկված է կեղծավորությունով։ Մի քիչ հետո երևի ավելի մանրամասն ուսումնասիրելիս ցույց կտամ այդ բաները։ Խիղճը ընդունակ է խանձվելու, բղծվելու, խիղճը ընդունակ է աղավաղվելու, սխալ ձևով գործելու։ Մեր աշխատանքը պիտի լինի մեր խիղճը դարձնել ճիշտ Աստծո ուզած ձևով։ Բայց մենք ուրիշ ոչ մի չափանիշ չունենք բացի Աստվածաշունչը, որով կարողանանք մեր խղճերը ուղղել։ Եթե դուք կարդաք ուրիշ գրականություններ, ուրիշ կրոնների գրականություններ, ձեր խիղճը կսկսի տատանվել, դուք չեք իմանա ինչին հավատաք։ Օրինակ իսլամը, Ղուրանը խոսում է, որ իսլամին հակառակողներին կարելի է սպանել։ Աստվածաշունչը ասում է քո թշնամիներին սիրիր։ Քո խիղճը ինչպես աշխատի։ Նրան համապատասխան թե նրան։ Պատկերացնում եք, դրա համար մենք ունենք միայն մի չափանիշ Աստվածաշունչը ու հավատում ենք, որ միայն սա է Աստծո կողմից տրված։ Միակ գիրքն է մարդկությանը տրված Աստծո կողմից, որով կարելի է ապրել ճիշտ ձևով։ Եթե դուք վերցնեք օրինակ Բհագավադ Գիտան, որը Կրիշնայի հիմնական գրքերից մեկն է, ու այդ գրքին համապատասխան դուք պիտի հավատաք, որ կենդանիների մեջ մարդկային հոգի կա, նույնիսկ այն հավի ձուն ուտելը մեղք կդառնա ձեզ համար։ Իսկապես ես դրան հավատացել եմ, բայց շատ սխալվել եմ ու հետո փոխել եմ իմ ներսի աշխարհը, ըստ Աստվածաշնչի եմ կարգավորել։ Մի կարևոր բան էլ ասեմ խղճեյությունը բացելու համար, դեռ այդ կեղծավորության մասին մանրամասն կխոսենք հետո։ Բայց տեսեք, խիղճը մեր մեջ դրված գործում է Սուրբ Հոգու հետ միասին։ Սուրբ Հոգին գործում է մեր խղճի հետ միասին։ Մենք ասում ենք Սուրբ Հոգին հանդիմանեց, եւ շատ էլ ճիշտ ենք ասում, բայց հաճախ չենք բռնացնում այն պահը, որ Սուրբ Հոգին հանդիմանեց խղճի միջոցով։ Լավ, բացառեք ինձ հետ Հռոմեացիների թուղթը, ես որոշ խոսքեր պիտի ցույց տամ։ Ցույց տալու համար, որ սրանք ճշմարտություն են։ Տեսեք Հռոմեացիների 9-րդ գլխի առաջին խոսքը։ Ստույգ ասում եմ Քրիստոսով ու չեմ ստում։ Իմ խիղճս էլ ինձ վկայում է Սուրբ Հոգով։ Հետևաբար խիղճը մարդու եւ Սուրբ Հոգին միասին են գործում։ Մի անգամ էլ ստույգ ասում եմ Քրիստոսով ու չեմ ստում։ Իմ խիղճս էլ ինձ վկայում է Սուրբ Հոգով։ Ինչու է կարևոր, որ ստի կողքին է գրված խիղճս վկայում է Սուրբ Հոգով, որովհետեւ կեղծավորության հետ է կապված սխալ խղճի գործելը։ Նկատում եք, նորից խոսում ենք ճիշտը խոսելու կեղծավորության մասին։ Շատ հաճախ դուք կզգաք Սուրբ Հոգու առաջնորդությունը, դուք կզգաք Սուրբ Հոգու հանդիմանությունը, մանավանդ խղճի պահը շատ ուժեղ գործում է հանդիմանության ժամանակ։ Այս այն պահերն են, որտեղ Սուրբ Հոգին օգտագործում է մարդու մեջ իր կողմից դրված դատավորին ցույց տալու համար մարդու գործողություններն ու խոսքերը արդյոք ճիշտ են եղել, համապատասխանել են իր ցանկությանը թե ոչ։ Ես չեմ ուզում այդ Սուրբ Հոգու հանդիմանության մեջ խորանալ, հատկապես խղճի մեջ չեմ ուզում խորանալ, որովհետև խիղճը մենք այսօր պիտի բացահայտենք ու ցույց տանք, թե ինչն է։ Մի կարևոր բան էլ ասեմ։ Խիղճը չէ որ մեր մեջ դրված դատավոր է, ցանկացած դատավոր այս աշխարհում դատում է իրեն տրված օրենքին համապատասխան։ Դատավորը, որ նստում է դատելու իր սեփական ցանկություններով չի դատում, այլ իրեն օրենսգիրք են տալիս, պետությունը իրեն տալիս է օրենսգիրք, ըստ որի ինքը պիտի դատի։ Իրականում մեր մեջ եղած խղճին մենք ենք տալիս այդ օրենսգիրքը։ Մենք ինքներս թելադրում ենք մեր խղճին, թե ինչպես աշխատի։ Մի խոսք ցույց տամ ձեզ գրված է Առաջի Կորինթացիների 10-րդ գլխում 25-րդ խոսքում։ Ընդհանուր կոնտեքստը ինչի մասին որ խոսվում է այս գլխում, խոսվում է նրա մասին, որ արդյոք ճիշտ կլինի, որ քրիստոնյաները մասնակցեն քուրքերի համար կատարված զոհաբերությունների արարողություններին եւ այդ զոհերի մսից իրենք ուտեն։ Պողոս առաքյալը մի քանի գլուխներում 8-րդ գլխում, 10-րդ գլխում Կորինթացիներին ցույց է տալիս, որ այստեղ հարցը ուտելու մեջ չի, այստեղ հարցը մասնակցելու մեջ է, դրան մասնակից լինելու մեջ է։ Եվ մի հետաքրքիր խոսք է ասում 10-րդ գլխի 25-րդ խոսքում։ Ամեն ինչ որ սպանդանոցի մեջ ծախում եք կերեք ու քննություն մի արեք խղճմտանքի համար։ Հայերեն բառը խղճմտանք այնքան լավն է, կարծես իմ ասած գաղափարը ավելի է բացահայտում։ Եթե մենք ասում ենք խիղճ ու մեր ժողովրդի մեջ տարածված է ժամանակակից տերմինով խիղճ բառը, բայց օգտագործվել է հին հայերենում խղճմտանք բառը։ Կարծես թե խիղճը ունի իր միտքը, իսկ այդ միտքը որտեղից է ձևավորվում։ Մենք ենք այդ խղճին թելադրում, ամեն անձ իր ներսում եղած խղճին ինքն է թելադրում, թե իր խիղճը ինչ մտքով պիտի մտածի։ Ուշադրություն դարձրեք, հիմա ասում է, երբ որ ինչ որ սպանդանոցի մեջ կծախվի կերեք, Պողոս առաքյալը առանց սահմանների մի սկզբունք է տալիս։ Ասում է գնացեք սպանդանոց, ինչ որ կծախվի կերեք, սպանդանոցը գիտեք, չէ, այնտեղն է որտեղ կենդանիներին մորթում են։ Հետո հանում են վաճառքի կամ ինչ որ բան են պատրաստում դրանցից, այդ մսից, բայց ասում է ինչ որ կծախվի կերեք ու քննություն մի արեք խղճի համար։ Որովհետև կենդանիների մեջ ոչ մի տարբերություն չկա։ Ոմանք ասում են տեսնես խոզ ուտելը ճիշտ է թե չէ, որովհետև 5 կտակարանը ասում է խոզ պիտի չուտել։ Բայց մենք ապրում ենք նոր կտակարանային ժամանակաշրջանում։ Ու 5 կտակարանը, 5 ուխտը որպես պայմանագիր մեր եւ Աստծո միջև ինքը չի գործում։ Գործում է նորը, թեև հինը կարդալով մենք շատ բաներ ենք սովորում Աստծո մասին,
բայց ոչ թե դրանցով ապրում ու մոտենում ենք Աստծուն։ Այսինքն եթե մենք այսօր խոզի միս ուտենք, դրանով Աստծուց չենք կտրվում։ Ու եթե դա չուտենք, դա մեզ Աստծուն չի մոտեցնում բոլորովին։ Այս 10-րդ գլուխը ամբողջովին դրա մասին է խոսում։ 8-րդ գլխում էլ ասում է, եթե ուտենք չենք ավելանա, եթե չուտենք չենք պակասի։ Ոչ մի բան դրանից չի ավելանում, չի պակասում։ Բայց այս հարցը շատ հետաքրքիր է, որ եթե մարդիկ ուտում են, արդյոք իրենց խղճմտանքի համար, իրենք մտածում են, քննում են, թե ինչ են ուտում։ Լավ խոսքը այստեղ վերաբերում է ուտելուն։ Եկեք դուրս գանք դրա սահմաններից։ Արդյոք երբ որ մենք գործողություններ ենք անում, արդյոք երբ որ մենք խոսում ենք մարդկանց, մենք քննում ենք, մենք որքանով ենք ճիշտ խոսում մարդկանց հետ։ Նկատում եք, սա միայն ուտելու հարցը չի, որովհետև մենք մեր գործողությունների ու խոսքերի համար մեր խղճի հետ կապված ինչ-որ հարցեր ենք ունենում։ Միտեղ խիղճը հանդիմանում ու ասում է լավ չարեցիր, այն մյուս տեղում խիղճը գովում է մեզ, ասում է շատ լավ արեցիր ու ինքը շատ հանգիստ է լինում։ Մեր խղճի գեր հանգստությունը խոսում է նրա մասին, որ մենք ճիշտ ենք վարվել։ Նկատել եք այդպիսի բան, էլի պիտի բան ասեմ, եթե դուք ուզում եք իսկապես ստուգել ձեր խիղճը որքանով է ճիշտ աշխատում, Աստծո խոսքի համեմատ աշխատում, թե ոչ պիտի համեմատել Աստվածաշնչի հետ։ Եթե հանկարծ մի բան չի համապատասխանում, ոչ թե Աստվածաշունչն է սխալ, այլ մեր խիղճը պիտի ուղղենք Աստվածաշնչին համեմատ։ Մենք պիտի ընդունենք, որ Աստվածաշնչում գրված Աստծո կողմից է տրված, իր կամքն է գրված այստեղ, ու դրան համապատասխան ձգտենք, որ մեր խիղճը ճիշտ ձևով աշխատի։ Ու ինչ որտեղ էլ հակառակվենք մեր սրտին, եթե դա չի համապատասխանում Աստծո խոսքին, որտեղ Աստծո խոսքը կատարյալ ձևով ցույց է տալիս Աստծո կամքը։ Բացեք ինձ հետ առաջի թուղթը Հովհաննես առաքյալի 3-րդ գլխի 20-21 խոսքերը պիտի կարդանք։ Այնքան կարևոր է սա։ Քրիստոնյաները մեկ-մեկ չգիտեն ինչու հաճախ իրենց աղոթքները անպատասխան են մնում։ Տեսեք ինչ է գրված, քանզի եթե մեր սրտերը մեզ մեղադրեն, ապա Աստված մեր սրտերից մեծ է եւ ամեն բան գիտե։ Սիրելիներ, եթե մեր սրտերը մեզ չմեղադրեն, համարձակություն կունենանք Աստծո առջև։ Եվ 22-րդ խոսքը, եւ ինչ որ խնդրենք, կառնենք նրանից։ Կարդում եք հերթականությունը, եթե մեր սրտերը մեզ մեղադրեն, Աստված մեր սրտերից մեծ է եւ ամեն բան գիտի։ Ավելի շատ բան գիտի, քան թե այն չափը, ինչ չափը, որ մեր սրտերը մեզ մեղադրում են։ Իսկ եթե մեր սրտերը մեզ չմեղադրեն, մենք համարձակություն կունենանք Աստծո առջև եւ ինչ որ խնդրենք, կառնենք իրենից։ Արդյոք, եթե մենք մի պահ նայենք մեր սրտի խորը անկյուններին, մեր ապրած կյանքի այսօրվա, հենց ներկայի, մեր ապրած կյանքի ոչ մի հարցում արդյոք խղճի խայտ չենք ապրի, խղճի հանդիմանություն չենք ունենա։ Այդ դեպքում մենք աղոթքի կանգնելիս պիտի հաշվի առնենք, որ Աստված դրանից շատ ավելին գիտի։ Ու մեզ պետք է լինի մեր խիղճը մաքրել, եթե ուզում ենք համարձակ մոտենալ ու Աստծուց ինչ-որ մի բան ստանալ։ Եղել են այդպիսի բաներ ու կան այդպիսի բաներ արդյոք կյանքում, որ դուք իսկապես Աստծո առաջ կանգնելիս ապրում եք այդ հանդիմանության պահը, ու նկատում եք, որ մի արգել կա, որ չեք կարողանում Աստծո հետ խոսել, չեք կարողանում մտերիմ հարաբերություն ունենալ, կարիք է լինում մաքրելու։ Հիմա եկեք վերադառնանք Տիմոթեոսի թղթի պատգամին, ունեցիր մաքուր խղճմտանք, որովհետև սա քեզանից հեռացնելով կարող ես նավակոծություն կրել։ Խիղճը դաստիարակվելու ընդունակություն ունի։ Երբ որ երեխաները ծնվում են իրենց ծնողներից, նրանք ունեն խիղճ, ու այդ խիղճը ինչ որ չափով ձևավորված է արդեն, որովհետև իրենց ծնողներից ժառանգում են ինչ որ բաներ, բայց շատ ավելի մեծ մասամբ իրենք խիղճը ձևավորում են իրենց կյանքի ընթացքում։ Դրա համար ես միշտ ասում եմ, ոչ մի երեխա չի ծնվում արդեն ինչ որ մանյակ լինելով, մարդասպան լինելով, բայց ժամանակի ընթացքում իր խղճի խանձելու, խղճի պղծելու միջոցով ինքը դառնում է այդ մարդասպանը, որ անընդհատ հակառակ է գնում իր խղճի թելադրանքին։ Այս բաժնում մենք պիտի խոսենք ինչպես դաստիարակել մեր սիրտը։ Առաջին հերթին ամենակարևոր բանը, որ մենք խղճի հետ գործ ունենալիս պիտի հաշվի առնենք սա, մեր խղճին պիտի տրամադրենք ճիշտ գիտելիք, չէ՞ որ այդ գիտելիքով ինքը պիտի դատի մեր գործողություններն ու խոսքերը։ Դրա համար պիտի բացենք Աստվածաշունչը ու հնարավորին չափ շատ այդ խոսքը լցնենք մեր սրտի մեջ։ Մի հետաքրքիր դեպք պատմեմ։ Ուրեմն մի կին խնամում էր մի ծեր կնոջ, որը ոչ մեկը չուներ։ Այս երկրի վրա ոչ մի հարազատ չուներ այդ կինը։ Ու առիթ ունեցա հանդիպելու այդ խնամող կնոջ հետ, խոսեցինք իրար հետ, անհավատ կին էր։ Խնամում էր նրան։ Մեկ էլ այս կինը ասեց խոստացել է իրեն, որ իր մահից հետո այս տունը ժառանգություն կթողնի իրեն։ Այս կինը այնքան վատ էր զգում, խիղճը իրեն ուտում էր։ Ասում է ինչի համար, ես դրա համար չեմ իրեն պահել։ Ասում եմ լավ կինը, բարի, չգիտեմ դրա համար ես գնացել եմ մաքուր խղճով իրեն։ Ասում եմ բայց դա սխալ բան չի, որ այդ կինը քեզ նվեր է տալիս իր տունը։ Դրա մեջ ինչ սխալ բան կա։ Փորձեցի ես կնոջ խիղճը ուղղել ճիշտ տեղում, բայց չկարողացա, որովհետև ինքը իր սրտին տվել էր արդեն մի որոշակի գիտելիք։ Ու այդ գիտելիքով ինքը դատում էր։ Այդ գիտելիքով ինքը մտածում էր, որ եթե հանկարծ այդ կինը ժառանգություն գրեց իր վրա, ժառանգություն գրելն էլ գիտեք ինչպես, այդ տունը երբեք ինքը չի կարող ձեռք բերել, մինչև այդ կինը չմահանա։ Այդպես է, չէ՞ ժառանգությունը։
Բայց այդ կինը ճիշտ էր մտածում, չէ՞ որ այս կնոջը նաև ստիմուլ էր տալիս կարծես թե իրեն խնամելու համար։ Մի ուժ էր տալիս, որ ավելին իրեն խնամի։ Այսպիսի բան էր տեղի ունենում։ Բայց ամեն դեպքում նկատում եք, որ խիղճը հաճախ սխալ է գործում։ Ու կարիք ալնում այդ խիղճը ուղղել։ Օրինակ ես գիտեմ հավատացյալ ոչ թե 1, 2, այլ մի քանի հոգու, որոնք իսկապես գտել են այդպիսի մարդիկ, խնամել են, պահել են, մահացել է ու տունը թողել է իրենց։ Օրինակ մեկին ես շատ վստահ եմ, որ ինքը արել է անկեղծ սրտով։ Մեկին ամենայն դեպս շատ մոտիկից եմ ճանաչում, դրա համար եմ ասում, որ ինքը արել է լրիվ անկեղծ սրտով։ Բայց հետո երբ որ տունը թողեց իրեն, ինքը բոլորովին ված չզգաց դրանից։ Ինչու՞, որովհետև խիղճը աշխատում էր ճիշտ ձևով։ Աստծո խոսքի անմատ էր աշխատում։ Ինքը ուղղակի փառք տվեց Աստծուն ամեն եղածի համար, ու իր վարձքը իրականում ոչ թե այդ տունը եղավ, այլ դեռ կլինի հետո։ Խղճի նկատմամբ երկու լուրջ սխալ են գործում մարդիկ։ Ես ասում եմ սխալները։ Առաջին սխալը սա է, երբ որ խիղճը հանդիմանում է, սկսում են արդարացնել իրենց արածը։ Փորձեք նկատել, բռնացնել ձեզ։ Դուք ձեր սրտում, ձեր սրտի առաջ արդարանում եք։ Ես ինչ շատ եմ բռնացրել այդպես։ Որ ես չեմ ուզում ուղղած լինեմ իմ վարքը, չեմ ուզում մի հատ ներողություն խնդրած լինեմ ինչ-որ մեկից, սկսում եմ իմ սրտում արդարացում փնտրել։ Իմ սիրտս ասում է, որ չէ դու սխալ ես, իմ խիղճը ասում է, չէ դու սխալ ես, բայց ես մեկը փորձում եմ ինչ-որ արդարացում գտնել դրան։ Այս պայքարի մեջ մենք պիտի չկանգնենք մեր եսի, մեր հպարտության դիրքի կողմը։ Պիտի դա թողենք ու կանգնենք մեր խղճի կողմը, եթե իսկապես Աստծո խոսքի անմատ հանդիմանում է խիղճը։ Սա սխալներից լուրջ սխալ է, որովհետև մի անգամ դու կհակառակվես քո խղճին, երկրորդ անգամ կհակառակվես, ու քեզ այս սկզբունքն էլ ասեմ, ամեն հակառակվելիս ինքը կիջնի ու ավելի թույլ կլսես նրա հանդիմանությունը, որովհետև խիղճը կսկսի բթանալ, խիղճը կսկսի խանձվել կարծես թե, ու պահ կգա դու մեղքը կգործես ու բոլորովին հանդիմանություն չես ապրի։ Եթե չես ուզում, որ այդպես լինի, դա արդեն նավակոծությունն է, դա արդեն խորտակումն է հավատքի։ Եթե չես ուզում այսպես լինի, անընդհատ ինքդ քեզ հակառակ գնա, ու անընդհատ կանգնիր քո խղճի կողքին, որովհետև խիղճը գործում է Սուրբ Հոգու հետ միասին։ Հենց խիղճը սկսում է քեզ հանդիմանել, հենց ներքին հանդիմանության զգացում ես ապրում, հաշվի առ, քո խիղճը եւ Սուրբ Հոգին միաբանվել են քո մեղքի դեմ։ Ու կանգնիր Սուրբ Հոգու կողմը, հակառակ գնա քեզ, հաղթիր ինքդ քեզ։ Լավ, երկրորդ սխալը, որ շատ հաճախ գործում են, եթե հանկարծ տեսնում ես, որ դու գործել ես գրված մեղք, որ անունով գրված մեղքը, ու խիղճդ քեզ չի հանդիմանում, մի համարի, որ դու ճիշտ բան ես գործել։ Մեկ-մեկ քրիստոնյաները մեղք են գործում, ասում են դու մեղք գործեցիր, ասում են բայց ես հանդիմանություն չեմ ապրում։ Հետո ինչ որ չես ապրում, գուցե քո խիղճը խանձված է այնքան, որ դու էլ չես զգում այդ մեղքը։ Բայց գրված է, չէ՞ որ դա սխալ է, որ դա մեղք է։ Դրա համար այս գրված գիրքը ավելի հաստատուն, ավելի կայուն մի բան է, քան թե մեր սրտի խոսացածը։ Նկատում եք, այս երկու սխալներն էլ շատ հաճախ հանդիպում են հենց քրիստոնյաների, հենց հավատացյալների մոտ։ Մի կողմից արդարացումը, մյուս կողմից ավելի շատ նայում են իրենց ներքին հանդիմանությանը, քան թե Աստծո խոսքին։ Եթե հանկարծ կգործես որևէ սխալ, որը գրված է Աստվածաշնչում, օրինակ ստախոսությունը, միտեղ սուտ կխոսես, հաստատ իմացիր դու մեղք ես գործել, անկախ նրանից քո ներսում հանդիմանություն կլինի, թե չէ։ Գուցե քո խղճի պահը դեռ այնքան սրացած չի, որ կարողանա քեզ հանդիմանել։ Գուցե դու լավ չես տրամադրել գիտությունը, որովհետև շատ տեղերում ստախոսությունը փորձում են արդարացնել։ Այնքան լավ եմ հիշում, մի դեպք տեղի ունեցավ, որ մեկը խոստովանում էր, որ ինքը շատ լուրջ մի մեղք է գործել, ու հետաքրքիր է, որ ասում էի, լավ, ինչի համար, չէ՞ որ դու ապրում ես Աստծո հետ, մտերիմ, ինչու հանկարծ այս մեղքը գործեցիր։ Ասում եմ, գիտես այդ պահին, որ ես այդ մեղքը գործում եմ, ոնց որ մեղք չլինի։ Գիտեք, այս մարդը ինչին է նայում իր սրտին, իր ներքին հանդիմանությանը։ Մեկ-մեկ զգացմունքները, ցանկությունները, մեղքի կրքերը այնքան բարձր են լինում, որ այդ հանդիմանության զգացումը ուղղակի խանձված, ուղղակի մեռած մի կողմ դրված է լինում։ Ու մարդը առանց հանդիմանության հեշտությամբ մեղք է գործում։ Հենց որ վերջանում է ամեն ինչ, մեկ էլ այդ հանդիմանությունը նոր զգում է ինքը։ Գիտես ինչո՞վ, որովհետև այդ ձայները, գոռացող ձայները մեղքի այդ պահին լռել են։ Դրա համար նոր լսում ես խղճի հանդիմանությունը։ Հասկանում եք միտքը։ Այս այնքան կարևոր է, որ դու հաշվի չառնես, քո ներսում հանդիմանություն կա թե չէ։ Դա գրված մեղքը վերջացավ, դա մեղք է։ Դու պիտի չգործես դա։ Պիտի գնաս Աստծո առաջ, ասես ինչի իմ սիրտը չի հանդիմանում ինձ, երբ որ մեղք է կանգնում իմ առաջ։ Երբ որ ես սիրում եմ մեղքը, ինչու իմ սիրտը չի հանդիմանում ինձ։ Դրա համար հանդիմանությունը չի առաջնայինը, այլ գրված խոսքն է առաջնայինը։ Պատկերացնում եք բոլոր քրիստոնյաները ապրեին այդպես։ Ապրեին այս գրված խոսքով։ Ուղղակի դրախտը կլիներ երկրի վրա։ Աստծո օրհնությունը կգար երկրի վրա։ Իսկ հիմա նայում ենք աշխարհին ու տեսնում ենք գնալով ավելի ու ավելի անեծք ու պատիժներ են գալիս երկրի վրա։ Ու Աստվածաշունչը ասում է, որ մինչև աշխարհի վերջը այդ պատիժները, այդ անեծքները էլ ավելի պիտի շատանան։ Բայց նաև падգամ ունի իր ժողովրդին։ Ասում է իմ ժողովուրդս Հայտնության 18-րդ գլխում գրված դուրս եկեք նրանց մեջից, որպեսզի դրանց վրա եկող պատիժներից ձեր վրա չհասնի։ Դրա համար այս աշխարհը ինչքան էլ գնա մեղքի, պղծության,
մենք պիտի գնանք դեպի մաքրություն, դեպի ավելի ու ավելի սրբությունից սրբություն, ինչպես գրված Աստվածաշնչում։ Մի դեպք էլ իմ վրա շատ ազդեց, որը ապացուցեց, որ այս խղճմտանքի մասին եղած ուսմունքը շատ ճիշտ է գրված Աստվածաշնչում։ Ուրեմն հերոստացույցով մի կրիմինալ հաղորդում էին նայում Մոսկվայից, շատ դաժան սպանություններ էր տեղի ունեցել։ Ինչ որ մեկը երիտասարդ աղջիկների էր սպանում, հետո կտրատում էր այդ մարմինները ու լցնում էր գետը։ Փնտրտուքները ոստիկանության աշխատանքները բերեցին վերջը նրան, հաջողությամբ իրենք բռնեցին, բայց արդեն քանի աղջիկներ սպանված էին։ Հետարքիրը ինչն էր, որ երբ որ բռնել էին, ոչ միայն այդ սպանողին էին բռնել, նրա մորն էլ էին բռնել։ Պարզվեց, որ իր տղային այդպեսին դարձնող հենց մայրն էր եղել։ Ու երբ որ մորը խոսացնում էին հեռուստացույցով, ասում էր, որ ինքը աշխատում էր որպես հավաքարար, աշխատել է ինչ-որ թե հետախուզական վարչությունում, չգիտեմ, այդպիսի մի տեղ, որտեղ սպանությունների արձանագրություններ ու այդպիսի գործեր են եղել։ Ասում ամեն անգամ, որ տեսնում էի այդպիսի գործեր, դրանց մեջից նկարներ էի հանում, որտեղ սպանված, պես կտրտված, այդպիսի մարդկանց նկարներ էին։ Ասում ու դրանք տանում էի տուն, տղայիս էի ցույց տալիս։ Ասում մի օր տղաս ասեց, աղջիկ բեր, ես էլ այդպիսի բաներ անեմ։ Ասում այնքան վախեցա, մտածեցի, որ հանկարծ աղջիկներ չտանեմ, ինձ կանի այդպես։ Բայց պատկերացնում եք, ինչ գիտություն էր լցրել այդ տղայի սիրտը, այդ գիտությունով էլ աշխատում էր նրա խիղճը։ Հա այդպես չէր ծնվել այդ տղան։ Ոստային իր տղային այդպես դարձնող եղել էր իր մայրը։ Ծնողներ ուշադրություն դարձրեք ձեր երեխաներին, դուք կարող եք նրանց խիղճը շատ նուրբ, շատ զգայուն դարձնել Աստծո խոսքի նկատմամբ ու կարող եք սպանել ուղղակի Աստծո խոսքի նկատմամբ, սրբության նկատմամբ։ Հիմա ինչ որ չափով մեր խղճերը բացված են եղել անհավատ ժամանակներում ու դաստիարակվել են, որովհետև աշխարհի սկզբունքներով դաստիարակվել են այս փողոցների տարբեր տեսակ հեռուստացույցից բխած այդ կեղտոտ սկզբունքներով, բայց վերջի վերջում մենք այն մարդիկ ենք, որ գտել ենք Աստծուն։ Աստված մեզ տվել է Աստվածաշունչը որպես իր գիտելիք։ Ուրեմն մենք ինչպես պիտի վարվենք, ինչպես աշխատենք հիմա մեր սրտի վրա, որ այն աշխարհում ձեռք բերածը լրիվ փոխենք, դարձնենք աստվածային։ Սկսենք նրանից, որ առաջին հերթին պետք է մեր անցյալի լրիվ սխալները, մեղքերը, այն ինչ որ կա, բոլորը պետք է ջնջված լինեն։ Իրականությունը այսպեսին է, երբ որ մենք գալիս ենք Հիսուսին ու ընդունում ենք Հիսուսին որպես մեծ Տեր, ինքս ջնջում է մեր անցյալը։ Գիտեք, ինքն է ջնջում, ինքը դրա համար չի պահանջի մեզանից երբեք, բայց շատ հաճախ մեր սրտի մեջ շարունակում է խոսել դա։ Շարունակում է խոսել, որ մենք անցյալում բաներ ենք արել, որոնց համար հիմա փոշմանում ենք։ Դուք չունեք այդպիսի բաներ, որ անհավատ ժամանակ եք գործել այդ բաները, բայց եկել եք հավատքի ու հիմա ցավ եք ապրում նրանց համար։ Բացեք Եբրայեցիների 9-րդ գլուխը։ Ճիշտ գիտելիքը, Աստծո ճիշտ տված խոսքը բուժում է այդ վերքերը։ Եբրայեցիների 9-րդ գլուխ 14 խոսքը պիտի կարդամ։ Ուզում եք 13-ն էլ կարդամ, ավելի հասկանալի լինի։ Սկսում է 5 տակարանային զոհաբերություններից ու գալիս է մեր օրերը։ Տեսեք ինչ է գրված. Եթե ցուլերի ու նոխազների արյունը եւ երինջի մոխիրը սրսկվելով պղծյալների սրբում էր մարմնի մաքրության կողմից, ել որ չափ ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգու ձեռքով իր անձանորդ պատարակ մատուցեց Աստծուն, պիտի սրբի ձեր խղճմտանքը մեռած գործերից կենթանի Աստվածը պաշտելու։ Ինչն է, որ սրբում է մեր խղճմտանքը անցյալի գործերից վերջնականորեն Հիսուսի արյունը։ Երբ որ հիմա դու հավատքի մեջ ես ու ետ կնայես քո անցյալի կյանքին, ու կտեսնես, որ ինչ որ մեկի նկատմամբ շատ վատ վերաբերմունք ես ունեցել, որ ինչ որ մեղքեր ես գործել, գողություն ես արել, ստախոսություն ես արել, մեղքերը չթվարկեմ, ամեն մեկը լավ գիտի ինքը ինչ մեղքեր է գործել։ Գալիս ես Հիսուսին, ընդունում ես իրեն Տեր ու հավատում ես այս խոսքին, որ իր արյունը քո անցյալը ջնջել է լրիվ։ Ասում եմ, մեր խղճմտանքը պիտի մաքրի։ Գիտեք ինչ է ասում մեր խղճմտանքը, որ էլ մեր խիղճը մեզ չհանդիմանի են անցյալի մեղքերի համար։ Բայց մի կարևոր սկզբունք կա։ Օրինակ, եթե ես անցյալում թեկուզ անհավատ ժամանակ ինչ որ մեղքեր եմ գործել մարդկանց նկատմամբ, ու ես ցավ եմ հիմա ապրում այդ մարդկանց նկատմամբ, ես պարտավոր եմ այդ մարդկանց ինչ որ բանով հատուցել, որ իմ խիղճը հանգստանա, որովհետև ապաշխարությունը չի վերջանում նրանով, որ Աստված ջնջել է ու վերջ։ Ապաշխարությունը վերջանում է նրանով, որ ես այդ մարդկանց նկատմամբ մի որոշակի քայլ կանեմ, որը ցույց կտա ես զղջացել եմ այդ անցյալի մեղքերի համար։ Օրինակ, եթե ինչ որ մեկից ինչ որ բան եք գողացել, տարեք տվեք, ավելիով տվեք, գումարը տվեք, մի բան արեք, որը ցույց տա, որ դուք փոշմանել եք, որ դուք փոխվել եք։ Ես ձեզ ասեմ, ամենաուժեղ վկայության պահերը սրանք են։ Ամենաուժեղ վկայության պահերը, որ դու տանես այդ գործողությունը կատարես, այդ մարդը կասի ինչու։ Այդ այն պահը կլինի, որ Սուրբ Հոգին քեզանից կանցնի այդ մարդու վրա։ Ու այդ մարդու իսկական ապաշխարության ու վկայության պահը կլինի։ Եթե իսկական քրիստոնյա ես, այսպես պիտի վարվես։ Մի անգամ էլ կարդամ, այս խոսքի երկրորդ կեսն եմ ուզում կարդալ։
այլ որչափ ավելի Քրիստոսի արյունը, որ հայտանական հոգու ձեռքով իր անձանրատ պատարակ մատուցեց Աստծուն, պիտի սրբի ձեր խղճ մտանքը մեռած գործերից, կենդանի Աստվածը պաշտելու։ Ուշադրություն դարձրեք այս երկրորդ մասի վրա, որ մեռած գործերից կենդանի Աստվածը պաշտելու։ Մի ժամանակ մեռած գործեր էինք կատարում, հիմա կենդանի Աստվածը պիտի պաշտենք, ու սրանք իրար հակառակ են։ Սրանք մի ճանապարհի մեջ չեն լինում երբեք իրար հետ։ Ես կամ պիտի լինեմ մեռած գործերի մեջ, կամ Աստծուն պաշտելու մեջ։ Երկուսն իրար հետ չեն լինում։ Եթե մեկը մտածում է, որ երկուսի հետ իրար հետ պիտի քայլի, երկուսը իրար հետ պիտի տանի մինչև իր կյանքի վերջը, թող հիշի առակացի խոսքը, գրված է երկու ճանապարհով քայլող անպայման պիտի ընկնի։ Ու դա կեղծավորություն է, ու դրա տակ թաքնված այն սխալ, պիղծ, խանձված խիղճը, դա երբեք ճիշտ լինել չի կարող։ Եկեք շարունակենք, ուրեմն մի միջոցը սա էր, որ հավատքով կարողանաս ընդունել ու անցյալի մեղքերը ջնջել, Հիսուսի արյունով լվանալ մեղքերը։ Բացեք ինձ հետ Հռոմեացիների թուղթը, սա արդեն վերաբերվում է ներկային։ Հռոմեացիների 13-րդ գլխում, գիտեք ինչից պիտի խոսեմ, մեր տան կոմունալ վճարումներից։ Գիտեմ, որ նույնիսկ շատ քրիստոնյաներ հեչ էլ համաձայն չեն, որ իրենց ջրի, լույսի կամ էլի ինչ-որ վարձեր պիտի վճարեն։ Մեր միտքը մարդկային, մեր ստեղծված խիղճը հաճախ այնպիսի մեթոդներ է փնտրում, այնպիսի միջոցներ։ Ասում է, դե այդ մագնիսը պատահաբար ընկել էր ջրաչափի վրա։ Ուրեմն ընդհանուր կոնտեքստը 13-րդ գլխի հենց սկզբից խոսում է իշխանություններին նազան լինելու մասին։ Մեր պետություններին, պետության իշխանություններին, ամեն ինչի նրանց դրած կարգին նազան լինելու մասին։ Դες ուղղակի պատմեմ որոշ մասը, որ հասկանալի լինի հենց այն խոսքը, որ պիտի կարդամ։ Գրված է, որ իրենք պատժող են, գրված օրինակ մեջքը սուր է կապում պատժելու համար, ու պատժում է չարերին, բարիներին չի պատժում։ Իհարկե սա խոսում է արդար իրականության մասին։ Ու մենք մի կողմ ենք դնում, որ կարող են նաև իշխանավորները անարդար լինել, մենք դրա մասին երբեք չենք խոսի, լավ։ Մենք միշտ պիտի լինենք, մեր կողմը պիտի պահենք մաքուր ու արդար, իրենց կողմը չքննադատենք, այլ աղոթող լինենք իրենց համար, եթե ուզում եք իրենք էլ արդար լինեն։ Բայց եկեք հաշվի առնենք այսպիսի մի բան։ 5-րդ խոսքն եմ կարդում, սրա համար պետք է հնազանդ լինել, նորից իշխանություններին է վերաբերում խոսքը, ոչ թե միայն բարկության համար, հապա խղճ մտանքի համար էլ, այս պատճառով է, որ դուրքել տալիս ենք, որովհետև Աստծո սպասավորն է այն նույն բանին հոգ տանելու համար։ Այդ տուրքերը կամ հարկերը, որ մենք վճարում ենք, ինչի համար ենք վճարում։ Ուշադրություն դարձրեցիք, խղճ մտանքի համար ենք վճարում։ Այն կարգը, որ դրված է, ես մի քիչ դուրս կգամ սրա սահմաններից, որովհետև սա չի վերաբերվում միայն պետությանը։ Դու մտել ես որևէ հիմնարկում աշխատելու, պարտավոր ես այդ հիմնարկի բոլոր կարգին հնազանդվել։ Քեզ ինչքանով են որոշել, որ դու պիտի մտնես այդ հիմնարկում աշխատելու ու քեզ վճարեն։ Դու պիտի լրիվ հաշ լինես այդքանի հետ ու ապրես այդքանով, ինչքան որ պիտի ստանայիր։ Գրված է Հովհաննես Մկրտիչի մոտ եկան զինվորները, ասացին մենք ինչ անենք, որ երկնքի թագավորությունը մտնենք։ Ասեց մարդկանց զրպարտություն մի արեք, ձեզ հասանելիքով բավարարվեք։ Ինչքան են ձեզ վճարում, այդքանով բավարարվեք։ Հետաքրքիր է, չէ՞։ Այստեղ էլ ասում է, որ մենք ինչի համար պիտի այդ տուրքերը կամ պարտքերը, պետության պարտքերը վճարենք։ Խղճմտանքի համար։ Մենակ նրա համար չէ, որ մենք պիտի հնազանդ լինենք իրենց, խղճմտանքի համար։ Արդյոք քո խիղճը հանգիստ է թողնում քեզ, երբ որ դու լույսը օգտագործում ես, բայց դրա դիմաց չես վճարում։ Մենք մի բան վերցնում ենք պետությունից, օգտագործում ենք, ու դրա դիմաց չենք վճարում։ Արդյոք քո խիղճը քեզ հանգիստ է թողնում։ Գուցե դու լավ ես զգում նրանից, որ մի 1000 դրամ, գիտեք, ինչքան որ հետևել եմ, տներում հիմնականում մանր հարցեր են ու փոքրիկ գումարներ են։ Այդքան մեծ գումարների մասին չի խոսվում։ Օրինակ, եթե խոսենք հիմնարկների մասին, խանութների մասին, նրանք իսկապես այդպիսի գործեր անում են ու ամբողջովին չեն վճարում, բայց այնտեղ այդ թվերը հասնում են 100,000-ների, 200,000-ների, եթե ամբողջապես վճարեն, այդպիսի թվեր կվճարեն։ Եթե ոչ շատ ավելի բարձր, ես այս փոքր խանութների մասին ասացի, բայց պատկերացնում եք, իսկ տներում դրանք 1000 դրամ, 2000 դրամ, հանկարծ սրա համար մարդիկ Աստծո առաջ իրենց խիղճը պղծում են։ Արդյոք արժե այդպիսի բան անել։ Լավ, դու տուրք ունես ու ապրում ես այս պետության մեջ, համաձայնվել ես այս պետության մեջ ապրել։ Հնազանդվիր։ Դու ես համաձայնվել, չէ՞։ Չես ուզում դուրս արի գնա ուրիշ պետության մեջ ապրի։ Համարի որ նրանց կարգերը ավելի լավն են։ Կարծում ես այնտեղ չես գողանալու։ Չես մտածելու դրա մասին։ Իսկ մարդկային հնարամտությունը այդ հարցում սահմաններ չունի։ Մի անգամ խոսում էի մի գազի աշխատողի հետ, գազի սպասարկման աշխատողի հետ, ասում եմ մի տուն գտանք, գիտեք չէ, այդ հաշվիչները կպցնում են շենքերի մուտքերում, պատին ուղակի։ Ասում եմ տանից ծակել էր, որ հասներ այդ գազի խողովակը ծակեր, պատկերացնում եք մարդու ֆանտազիան ու ջանքի աշխատանքը, երևի ավելի շատ ծախս էր արել դրա վրա, քան թե ասում եմ լավը բռնացրեցինք, թե չէ կարող էր մեծ պայթյուն եւ այլ ինչ էր տեղի ունենալ։
Բայց տան մեջից ծակել, որպեսզի հասնել այդ խողովակին, նրանից մի բան վերցնել, չգիտեմ էլի, ինչ են մտածում։ Մի պահ ուշադրություն դարձրեք, այս կոնտեքստը չի վերջանում 7-րդ խոսքով։ 8-րդ խոսքում գիտեք ինչ է գրված։ Ասում է բնավ մեկին պարտական մի եղեք, բայց միայն սիրելու մեջ։ Եթե ընդհանուր կոնտեքստին նայենք ինչին է սա վերաբերվում։ Այս լավ ընդհանրացնում է, ավելի բաց է անում սահմանները 8-րդ խոսքում։ Ասում է բնավ մեկին պարտական մի եղեք, բայց մինչև 7-րդ խոսքը խոսում է պետությանը տուրքեր տալու մասին։ Մինչև až խոսում է դրա մասին։ 8-րդը ասում է բնավ մեկին պարտական մի եղեք, պետությանն էլ պարտական մի եղեք։ Աշխատեք ինչքան որ պարտք եք ունենում, բոլորը փակեք, դա ճիշտ չի լինի։ Ձեր խիղճը ճիշտ չի գործի։ Ամեն անգամ ձեր խղճին հակառակ պիտի գնաք։ Խղճի հանդիմանությանը հակառակ պիտի գնաք այդպիսի բաներ անելիս։ Լավ, սա մի ուրիշ միջոց էր խիղճը մաքրելու, ավելի կարևոր միջոց պիտի ասեմ։ Բացառիկ գործք առաքելոց 24-րդ գլուխ 16-րդ խոսք։ Պողոս առաքյալը նկարագրում ինչ իրադրություն է, որ խոսքը հասկանալի լինի։ Կանգնած էր ատյանի առաջ, ավելի ճիշտ կանգնած էր կուսակալի առաջ ու պատասխան էր տալիս իր դեմ եղած ամբաստանությունների համար։ Իր դեմ ինչ որ խոսել էին, ինչ որ վատ բաներ էին ասել, հիմա ինքը կանգնած պատասխան էր տալիս։ Ու իր խոսելու մեջ այսպիսի խոսք է ասում 16-րդ խոսքը, 15-ն էլ երևի կարդամ։ Հույս ունեմ, որ առ Աստված, ինչպես սրանք էլ ակնկալություն ունեն, որ մեռելների հարություն պիտի լինի։ Գիտեք, որ հրեաների մեծ մասը հավատում էին մեռելների հարությանը։ Փարիսեցիները, դպիրները, թեև կրոնավորներ էին ու ինչ որտեղ Հիսուսը իրենց հանդիմանում էր, բայց իրենք հավատում էին մեռելների հարությանը։ Դրա համար Պողոսն ասում է, ինչպես իրենք, այնպես էլ ես հավատում եմ մեռելների հարությանը, որ մեռելների հարություն պիտի լինի թե արդարների եւ թե մեղավորների։ Եվ այս բանի համար ջանում եմ, որ ամեն ժամանակ մաքուր խղճմտանք ունենամ Աստծո առջև ու մարդկանց առջև։ Դուք հավատում եք, որ մեռելների հարություն պիտի լինի, թե արդարների, թե մեղավորների։ Ու երբ որ մեռելների հարություն լինի, դատ պիտի լինի։ Ամեն մի հարություն առած անձնավորություն պիտի կանգնի դատվելու Աստծո առաջ։ Եվ ասում է, այս բանի համար ջանում եմ, որ ամեն ժամանակ մաքուր խղճմտանք ունենամ Աստծո առջև ու մարդկանց առջև։ Մինչև հիմա մենք չենք խոսում մարդկանց առջև, բայց այստեղ խոսվում է նաև մարդկանց առջև։ Հիմա խոսենք սրա մասին, եթե մեղքերը ջնջվում են խոստովանությունով, նաև կարիք կա մարդկանց առաջ ճիշտ խոստովանությունով մեղքերը ջնջելու։ Եթե որևէ պահի ինչ որտեղ դուք կվիրավորեք որևէ մեկին, կամ ինչ որ ձով վնաս կտակ ինչ որ մեկին, կարիք կլինի հենց այդ մարդուն խոստովանվել, որ դուք իրեն վնաս եք տվել ու ուզում եք ձեր վարքը փոխել իր նկատմամբ։ Որովհետև պետք է մաքուր խիղճ ունենալ ոչ միայն Աստծո առջև, այլ նաև մարդկանց առջև։ Ու հնարավոր չի, ասեմ ձեզ, ունենալ Աստծո առջև մաքուր խիղճ, իսկ մարդկանց առջև ոչ։ Այսպիսի բան հնարավոր չի։ Եթե մարդկանց հետ ունեք դժվարություն ու դուք կանգնեք աղոթքի, Աստված անպայման պիտի ցույց տա այդ դժվարությունը։ Այս այնպիսի դեպքեր եմ ունեցել, որ նկատել եմ, որ մինչև այս հարցը չուղղեմ, ես ավելին Աստծուն մոտենալ չեմ կարող։ Ձեզ պատմել եմ մի դեպք, որ շատ ցայտուն էր այդ դեպքը, դրա համար ամեն անգամ այս դեպքն եմ պատմում։ Ասում եմ, մի անգամ ուրեմն նոր սկսել էի ծառայությունները, քարոզել եկեղեցում ծառայությունը, ու հիմա իմ հերթն էր, որ ես պիտի կանգնեի ու քարոզեի, ու կանգնած աղոթք եմ անում այդ ժամանակ։ Եկել Սուրբ Հոգին ասաց այն տատիկին դու շատ վատ վերաբերվեցիր։ Եկին ցույց տվեց եկեղեցում, ասաց շատ կոպիտ խոսեցիր։ Մինչ այդ պահը ես չէի նկատել, որ այդպիսի բան կա։ Հիմա ինքան վատ եմ զգում։ Ասում եմ լավ դեր, հիմա ես ինչ եմ անելու։ Այսպես խղճի հանդիմանությունով ես ոնց կարող եմ այդպիսի ծառայություն անել, կանգնել մարդկանց առաջ ու խոսել։ Ասացի Տեր, հենց հավաքույթը վերջացավ, մոտենում եմ ու սրտոնց ներողություն եմ խնդրում իրենից։ Հենց ես ասացի խղճի հանդիմանությունը անմիջապես անցավ։ Հենց խղճի հանդիմանությունը անցնում է, անմիջապես հաջորդ միտքն է գալիս։ Դե լավ, կարաս էլ ներողություն չխնդրես։ Մենք մարդիկ ենք ու մեր բոլորիս մեջ այս process-ը կատարվում է։ Ճիշտ եմ ասում, չէ՞։ Բայց անմիջապես դրան հակառակվում ես, ասում ես չէ, ես պիտի անեմ այդ գործողությունը։ Որովհետև եթե ես այդ մտքի հետ համաձայնվեի, անմիջապես հանդիմանությունը պիտի վերականգնվեր։ Եթե մենք Աստծո հետ կապ ունեցող մարդիկ ենք, այսպես է գործում Աստված։ Ու իսկապես հենց հավաքույթը վերջացավ, մոտեցա իրեն, նա տատիկի թույլ շպաճեցի, ասացի կներես, ես նորը կոպիտ խոսեցի քեզ հետ։ Ու ասացի երբ, ես չեմ նկատել։ Ասացի Աստված է նկատել, փառքերն։ Ինքն էլ չի նկատել, ես էլ չեմ նկատել, բայց Աստված է տեսնում է, նկատում եք, ինչպիսի նրբություն կա Աստծո մեջ։ Վերջը ինքը տեսնում է, այն որ Հովհաննեսը ասում է մեր սրտերից մեծ ամեն բան գիտի, վերջը իսկապես ամեն բան գիտի, էլի Աստված, թեկուզ մենք չգիտենք։ Տեր օրհնի ձեզ, եթե այս հարցում ուշադիր եղեք Աստծո առջև ու մարդկանց առջև։ Եթե պահեր կլինեն, որ դուք կտեսնեք, որ ձեր սրտում հանդիմանություն եք ապրում որևէ գործողության, որևէ խոսքի համար, ուղիղ մոտեցեք այդ մարդուն, առանց վախենալու։ Կանգնիր, ասա, ես ինչ բառը լավ չասեցի։ Ամենամեծ թշնամին այդ ժամանակ դուք եք լինելու, ձեր եսը պիտի լինի։ Հակառակվելու է ու թույլ չի տալու, որ դուք գնաք ներողություն խնդրեք։ Ասելու ամոթ չի, հետո այս գնամ իրենց ներողություն եւ այլն։ Ինչ ասես կխոսի քո մեջ թույլ չի տա քեզ։ Ու այդ մտքերը դրսից չեն գալու, ձեր սրտից են բխելու այդ մտքերը։ Ձեր եսի արդարացման մտքերն են դրանք։
Ամեն ինչ արեք, որ նա մեռնի, ավելի լավ է նա խանձվի, այդ եսը մեռնի, քան թե խիղճը մեռնի, հասկանում եք, որովհետև խիղճը այն օրգանն է, որը հաղորդակցվում է Աստծո հետ, որ Աստծո հետ կապ ունի ու նրանից վերցնում ու փոխանցում է մեր կյանքին։ Խիղճը չի կարելի սպանել, չի կարելի խանձել։ Մի կարևոր սկզբունք էլ, որքան դուք հնազանդվեք խղճի հանդիմանությանը, այնքան ավելի նրբազգաց կդառնաք։ Աստծո շարժի նկատմամբ այդքան նրբազգաց կդառնաք։ Որքան հակառակվեք, այնքան ինքը կբթանա որպես գործիք։ Ու մեկ էլ կգա մի պահ, որ ամենակոպիտ մեղքերը գործելիս անգամ դուք խղճի հանդիմանություն չեք ապրի։ Սա կլինի հենց նավակոծությունը, չլինի այդպես։ Ավելի շատ ուշադրություն դարձրեք, որքան այն ամենափոքրիկ շարժը եղավ, հանդիմանություն եղավ, անմիջապես մոտեցեք մեկին, դուծեք ձեր հարցերը արագ, թույլ մի տվեք, որ շարունակվի, որ հանկարծ այդ խիղճը բթացած լինի։ Պետրոս Առաքյալի թղթից մի խոսք կկարդամ ու սրանով կվերջացնեմ։ Բացեք ինձ այդ Պետրոս Առաքյալի առաջին թուղթը։ Կարևոր չի, այն մարդը, ումից դու ներողություն կխնդրես, հավատացյալա թե ոչ, մարդը վերջը։ Հասկանում եք, սխալ էր այդ պահին, որ դուք մեղքը գործեցիք, թե ինքը ճիշտ էր։ Դա բոլորովին կարևոր չի։ Կարևորը, որ ես մեղք եմ գործել, ու Աստված տեսել է այդ մեղքը։ Երբ որ կփորձեք դատաստանը պատկերացնել, պատկերացրեք, որ դուք կանգնած եք Աստծո առաջ ու Աստված ձեզ է դատում։ Ոչ թե իրադրությունն է դատում, ոչ թե ձեր զրույցն է դատում ինչ-որ մեկի հետ, ձեր վիճաբանությունը, այլ ձեզ է դատում։ Ասում է, ինչի հայհոյեցիր։ Ասում ես, ինքը սենց բան ասեց։ Չի անցնում, որովհետև դու մենակ կանգնած ես Աստծո առաջ։ Չես կարող ասել ինքը այսպեսի բան ասել։ Ասում է, դու ինչու հայհոյեցիր։ Հա, ինքը հայհոյեց, ինքը այդպեսին էր, ինքը պիտի հայհոյեր։ Դու ինչի հայհոյեցիր, դու իմ որդիս էիր։ Դու պիտի չանեիր։ Պատկերացնում եք, մենք մեղք ենք գործում ու փորձում ենք այդ մեղքը ծածկել ուրիշի մեղքով։ Այդպես չի լինում։ Աստծո առաջ դա չի անցնելու։ Ամեն մեկս պատասխան ենք տալու մեր մեղքերի համար։ Ես կդատվեմ, կգնամ մի կողմ, հետո կգա այն մեկը, ում հետ ես վիճում էի, ու իրեն էլ անհատապես Աստված այդ համապատասխան հարցերը կտա։ Այսպես պատկերացրեք դատաստանը։ Ու եթե մենք ուզում ենք մաքուր խղճով, մաքուր երեսով կանգնել Աստծո դատարանի առաջ, մենք պիտի մաքուր լինենք, ոչ թե փորձենք մեր շրջապատը ուղղենք, որ մենք դառնանք մեղք չգործող։ Այդպես չի լինելու երբեք, ու Աստված հակառակը մեր շրջապատի մեջ բերելու այնպիսի մարդիկ ու այնպիսի դեպքեր, որ բացահայտվի մեր ներսում եղած մեղքերը։ Ես պիտի կարդամ առաջի Պետրոս 3:16 խոսքը։ Եվ ունենաք բարի խղճմտանք, որպեսզի ինչ բանով, որ ձեզ բամբասեն իբրև չարագործներ, ամոթով մնան նրանք, որ Քրիստոսով եղած ձեր բարի վարմունքը պախարակում են։ Ունենաք բարի խղճմտանք, երևի իմ բառերով պատմեմ ավելի հասկանալի կլինի։ Որպեսզի այն բանով, ինչով որ ձեզ բամբասում են իբրև չարագործներ, այսինքն ձեզ համարում են չարագործներ, բայց դուք ունեք մաքուր խղճմտանք։ Ասում ամոթով մնան նրանք։ Ուրիշ խոսքերով ասած, որքան որ ձեր մասին վատ բաներ կասեն, այդ բոլոր բաները ստուգ լինի, իրականություն չլինի։ Հետո այս նույն տեքստի մեջ 4-րդ գլխում Պետրոսն ասում է, ինչ օգուտ, որ եթե դուք չարչարվեք իբրև մարդասպան կամ էլի ինչ-որ մի բան, այնտեղ մի լավ արտահայտություն էլ կա, ասում է ուրիշի բանին խառնվող, ասում է դրանից ոչ մի օգուտ չլինի։ Ասում է այլ դուք չարչարվեք իբրև ճիշտ քրիստոնյաներ, ասում է Աստծո մոտ դա գովելի է։ Ես իմ բառերով ուղղակի պատմեցի ընդհանուր միտքը։ Նկատում եք, ինչա պետք է անել։ Մեզ ապրել ամեն ժամանակ մաքուր խղճմտանքով, նայել, որ մեր գործողություններն ու խոսքերը միշտ ճիշտ են։ Գնա ներողություն խնդրի, մի վախեցի, որ ինքը դրանից կհպարտանա, քո վրա մի բան ավելին կասի քեզ։ Ոչինչ, դու գնա արա, որովհետև դու Աստծո առաջ ես ապրում։ Իրենց հարցերն էլ թող Աստված լուծի։ Այն մնացած հարցերը թողեք Աստծուն։ Կլուծի, Փառք Աստծո, չի լուծի, առավել ևս Փառք Աստծո, ուրեմն մենք ավելի ուղղվելու տեղ ունենք։ Այս վերջին կարծես պատգամն է ուզում ասել, որ ձեր բոլոր գործերը լինեն այնպիսին, որ ձեր մասին ինչքան վատ լուրեր տարածեն, դրանք բոլորը սուտ լինեն։ Գիտեք, ես անհավատ եմ եղել ժամանակին, ու ինչքան ասես վատ բաներ եմ լսել քրիստոնյաների մասին։ Ինձ հարցնում են, ասում են, ճիշտ է, այդպիսի բաներ կա։ Ասում եմ, արդեն 20 տարի։ Ես տարբեր տեսակ հավատքի մարդկանց հետ հաղորդակցվել եմ, կյանքում ոչ տեսել, ոչ լսել եմ, որ որևէ տեղ նման բան լինի։ Հավանաբար անհավատները իրենց սխալները վերագրում են հավատացյալներին։ Այն ինչը իրենք կանեին, վերագրում են հավատացյալներին։ Դա շատ բնական է, Սատանան գիտի իր սեփական բնությունը, ու դա փորձում է վերագրի հավատացյալներին։ Բայց սա լինի ձեր վերջնականը, որ ինչ որ ձեր մասին բացասական խոսեն սուտ լինի։ Ոչ թե թաքցրեք, ասեք սուտը, այլ իսկապես սուտ լինի, Աստծո առաջ սուտ լինի, ու դուք երանելի կլինեք։ Հիմա ուզում եմ քեզ ուրիշ հարց տալ։ Ինձ չպատասխանես, քո սրտում պատասխանիր Աստծուն։ Որքան դեպքեր, մեծ թե փոքր, հիմա այսօր, եթե անկեղծ նայես քո սրտին, կտեսնես, որ հանդիմանում է քեզ։ Որը դեպքերի մեջ դու սխալ ես եղել, կարիք կա ինչ-որ հարցեր ուղղելու, գործողությունների մեջ սխալ ես եղել, մարդկանց հետ հարաբերությունների մեջ կլինի կոպտություն, կլինի, չգիտեմ, ուրիշ տեսակ սխալներ ու մեղքեր,
Որքան ես տեսնում։ Այ հիմա այս պահը լինի նրա համար, որ մենք թե վճռական որոշում ունենանք, իսկ եթե հենց այստեղ են այդ մարդիկ, մոտենալ իրար ու լուծել այդ հարցերը։ Այստեղից դուրս գանք առավել մաքուր խղճմտանքով, Հիսուսի արյունով մեր խղճերը մաքրած ու լվացած։ Աստծո առաջ ու մարդկանց առաջ ունենալով մաքուր խղճմտանք։ Ուզում եք այդպես լինի։ Եկեք ոտքի կանգնենք։